Կարող եք պատահի վախենում եք Ֆարազ Սաղաթելյան ունեք հեղափոխություն անել, որովհետև ասում եք բանդերը կլեցնի ուժային կառույցների ձեռք։ Օրինակ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոքել, չէ՞, բանդերը լիքն էին, ընդդիմադիր գործիչները ճաշվում էին, բանդերն էին լցվում, փողոցային ակցիաները այո ոստիկանական ուժերի միջամտությամբ գրեցվում էին, այս տեղին ունեցավ 2018 թվականը, դուք էլ ողջունեցիք։ Ուրեմն վախենալու մասին այդ հարց տվեք նրանց, ովքեր այս 5 տարվա ընթացքում չեն արել այդ ամեն ինչը եւ առաջին գծում ու առաջին շարքում չեն պայքարել այս իշխանությունների դեմ։ Վախեցողը չէր պայքարի, բազմաթիվ քրեական գործերի միջով անցել ենք, ես ասել եմ նախորդ 5 տարվա մեջ չի եղել մի օր, որ մի քանի դաշնակցական բանտում չլինի։ Ընդ որում ձեր Նիկոլ Փաշինյանը, որ շատ հաճախ ասում է որ չեն պայքարում, այո, այս ընդդիմությունը ձեր Նիկոլ Փաշինյանը ինքը իմ համար երբեք վարչապետ չի եղել, չի էլ լինելու, մի խանգարեք։ Ուրեմն, երբ որ շարունակ ինքը պնդում է, որ այս ընդդիմությունը իմ համար գանձ է, շատ հարմար ընդդիմություն է, բայց գանձին ինչի անընդհատ ձերբակալում, ինչ են այդքան դաշնակցականներ նախորդ 4 տարվա ընթացքում շարունակ հայտնվում կեղծ շինծու մեղադրանքներով բանտերում ու նաև այս պահին, այս դրությամբ։ Նախորդ իշխանությունների ժամանակ ամեն ինչ լսել եք մի անգամ ասած լինենք եղել է 100%, լավ, հրաշալի, բայց նախորդ իշխանությունները սրբազան չեն ձերբակալել, նախորդ իշխանությունները ազգային բարերար չեն ձերբակալել, նախորդ իշխանությունները մարդու պարզ դիրքորոշման համար այս ապօրինությունները չեն արել։ Հետևաբար ձեր համեմատությունը անտեղին է եւ կապ չունի մեկնես։ Կարանք է պարոն Սաղաթելյան սրբազանները չեն առածել փողոցով իշխանափոխության ճանապարհը ձեր համար։ Երբեք մեր համար այդ ճանապարհը փակված չի եւ երբեք չի կարող փակված լինել։ Ես չեմ բացառում իրավիճակ, երբ որ փորձենք նաեւ այդ ճանապարհով խնդիրը լուծել։ Այդ հարցը մենք եթե այդքան վատ է ինչու փողոց չեք հանում, թե հարմարվել եք։ Գիտեք, 4 տարվա, տեսեք, պատերազմից հետո հայրենիքի փրկության շարժում 5-6 ամիս, այն որ անընդհատ ինքը ծանր է տանում Բաղրամյանը փակել էիք մաղալ, այդ մաղալներ ինքն է արել։ Բաղրամյանն ու Դեմիրճյան փողոցները 3-4 ամիս փակեր, մարդիկ իրենց բողոքն ու անհնազանդությունն էին արտահայտում։ Դիմադրության շարժում, սրբազան շարժում, Արցախի հայաթափման օրերին, այսինքն տասնյակ հազար մարդիկ դուրս են եկել փողոց եւ պայքարել են եւ ամեն անգամ ավելի շատ մարդ է դուրս եկել, քան դրանից առաջ։ Հետևաբար ցույց տալ, որ ժողովուրդը համակերպված է, հաշտ է եւ նախորդ տարիներին պայքար չի եղել, ինքը կեղծում է ու նաեւ սրան այս ջրաղացին ջուր են լցնում նաեւ, այսպես ասած, որոշ ընդդիմադիրներ։ Փաստ է, չէ, որ 4 տարի երկրում ներքին կայունության ըմբոստյան խնդիր է եղել։ Ինչն է խնդիրը, համակերպվել եք, թե դեր ասած բանտերից եք։ Գիտեք, ամեն, այսպես պատասխանեմ, ամեն շարժումից հետո ասել եմ վերջացավ, սրանից հետո մարդ դուրս չի գա ու դուրս է եկել ավելի շատ։ Այսքան էս բան կարող եմ ասել։ Սաղաթելյան, այսօր երեկոյան չէ, այս նիստից ավարտից հետո արտահերթ են նշանակել եւ հայտարարության նախագիծ են ընդունում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատված խաղաղության մասին։ Նախ ուզում եմ իմանալ մասնակցելու է Հայաստան խմբակցությունը այդ օրակարգով արտահերթին եւ եթե ոչ, ինչու չեք մասնակցում, որպեսզի դուք էլ աջակցություն հայտնեք։ Քիչ հետո խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ հայտարարել են, որ չենք մասնակցելու այդ նիստին, պարզաբանեմ ինչու։ Նախ ակնհայտ դարձավ այսօր, թե ինչու են արտահերթ նիստ հրավիրում այս նախագծով, որովհետև քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ Կոպենհագենում հանդիպում ուներ եւ այդ հանդիպումից առաջ հերթական անգամ ուզում էր դուր գալ Ալիևին, ցույց տալու իր հնազանդությունը եւ իր պահանջները շարունակական կատարելու այդ մեծ ցանկությունը։ Մենք ոչ Ալիևին դուր գալու խնդիր ունենք, ոչ էլ նրա պահանջները կատարելու պարտավորություն։ Սա մեկ, երկրորդը չենք մասնակցում, որովհետև սա բացառապես ԿՊ-ի տեսակետն է եւ կապ չունի ոչ մեր ժողովրդի, ոչ էլ Հայաստանի Հանրապետության կամքի եւ հավաքական շահերի հետ։ Սա ԿՊ-ի
ԿՊ կուսակցության նախագիծն է եւ չի կարող մենք այդ քննարկմանը չեն կարող որևէ կերպ մասնակից լինել։ Իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 8-ին այսպես կոչված երկուամսական խաղաղությանը, դրա մասին կետերով անդրադարձել ենք, դա խաղաղության հետ կապ չունի։ Երբ որ մենք ասում ենք սա խաղաղության հետ կապ չունի, անմիջապես ասում են դուք դեմ եք խաղաղությանը եւ հանդես եք գալիս խաղաղության դեմ։ Մենք դեմ չենք, խաղաղությունը անհրաժեշտություն է, բայց իրենց առաջարկածը զիջումների, հսկայական զիջումների դիմաց զինադադար են թամանը, որ իրենք փորձում են մեր ժողովրդին ծախել իբրև խաղաղություն։ Հետևաբար այս շոուին մենք չենք պատրաստվում մասնակից լինել եւ չենք մասնակցել։